Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների, կանանց եւ երեխաների, գիտնականների, հրամանատարների մահը, ինչպես նաեւ ենթակառուցվածքներին հասցված վնասը համարում եմ մեծ կորուստ եւ վերք մեր հայրենիքի համար։ Իսրայելի կրած վնասը անհավանական էր, աներևակայելի։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին, մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը եւ քաղաքացիական անկարգությունների հրահրմանը երկրի ներսում, ասել է Փեզեշքյանը։ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կստանան նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արձակումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է RBK Ուկրաինան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունները ողջունել են աշխարհի տարբեր երկրներ, այս մասին հայտնում է Sky News Arabian։ Ֆրանսիան բարձր է գնահատել Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը, կոչ անելով երկու կողմերին պարտավորվել լիովին դադարեցնել ռազմական գործողությունները, հավելելով, որ բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր ցիկլից։ Ռուսաստանը ողջունում է Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել, ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչ ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից, ուստի դա կարելի է պետք է ողջունել, ասել է Պեսկովը։ Իսրայելական բանակը հարվածել է Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին, ի պատասխան Իսրայելի ուղղությամբ վաղ առավոտյան հրթիռի արձակման, որը Իսրայելը հրադադարի խախտում է համարել, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։ Իրանի գլխավոր շտաբը նախկինում հայտարարել էր, որ հրադադարի հայտարարումից ի վեր իրանցիները հրթիռային հարված չեն հասցրել Իսրայելի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարը խախտելու մեջ մեղադրել է եւ Իրանին եւ Իսրայելին, ասել, որ դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես Իսրայելից եւ երկու կողմերն էլ կոչ է արել հանդարտվել։ Ըստ Թրամփի, Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարն այժմ ուժի մեջ է։ Այսօր այսքանն էինք առանձնացրել տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք հաջորդ աշխատանքային օրերին։